Պարոն Մեխակյան, ես քիչ առաջ տեսա, որ դուք քաղաքացիների հետ եք հանդիպում եւ նաեւ արդեն ձեր ընդդիմախոսների կողմից հնչում է տեսակետ, որ ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկ եք տվել։ Մտահոգություն ունեք, որ չեք հասցնի հանրային մեծ վստահություն ունենալ զուտ միայն պաշտոնական քարոզարշավի ժամանակ։ Դրա համար եք վաղ սկսել։ Չէ, եկեք հարցի մեջ ճշտում մտցնենք, որովհետև ես նախընտրական քարոզարշավ չեմ սկսել, ես իմ որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար իրականացնում եմ իմ իրավունքներն ու լիազորությունները եւ քաղաքացիների հետ հանդիպումը, դա իմ աշխատանքի մի մասն է։ Ամեն 5 շաբթի Վաղարշապատի համայնքապետարանում քաղաքացիների ընդունելություն է համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվում եւ դա բոլոր ժամանակներում եղել է։ Ես իրացնում եմ իմ իրավունքը, դա իմ պարտականությունն է։ Այս ընթացքում ցավոք եղել են 1-2 դեպք, որ ինքս չեմ կազմակերպել ընդունելությունը ու ասեմ, որ գրանցված քաղաքացիների 60-70%-ը հրաժարվել են գան, այսինքն իրենք ուզում են անձամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ զրուցել եւ իրենց խնդիրները ներկայացնել։ Դա վերաբերում է նաեւ բակային հանդիպումներին, որ դա դրա ինչն է քարոզարշավը։ Դա քարոզարշավը օրենքով սահմանված կարգով է լինում եւ այդտեղ խոսույթն է քարոզարշավի լինում։ Մենք գնում ենք ընդհանրապես ծանոթանալու մեր բնակիչների խնդիրներին եւ որպես համայնքային իշխանություն այն ծրագրերը, որ մենք անում, այսինքն համայնքապետարանը, որպեսզի իր բնակիչների իր կողմից մատուցվող ծառայությունները իր բնակիչներին այդ ծառայությունների որակը բարձրացնի։ Ամբողջ նպատակը մեր հանդիպումների դա է, եթե կարճ ամփոփենք, սա է։ Ավելի վաղ նաև արցախցիների հանդիպումը բավականին շատ քննարկվեց, թե ինչու եք դուք կանչել արցախցիներին հանդիպման, օրինակ Արցախի հետ կապված հարցեր, Արցախ վերադարձի հետ կապված հարցեր շոշափել են, ինչ հարցեր եք։ Ես իմ պարտականությունների իրականացնելու ժամանակ բացառապես խոսում եմ այդ բնակիչների տարբեր շերտերի հետ հանդիպումների ժամանակ խոսում եմ ես որպես պաշտոնյա իմ անելիքը իրենց առօրյա խնդիրների մեջ, այսինքն եւ Խոյ համայնքի ղեկավար եղած ժամանակ, եթե իմ պաշտոնական էջը նայենք, կտեսնենք այդ բոլոր հանդիպումները այն ժամանակ էլ է եղել։ Եղել է մարզպետ եղած ժամանակ, շատ ինտենսիվ է եղել, շատ մարզի գրեթե բոլոր համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկելու մարդկանց, լսելու մարդկանց խնդիրները, դրանք ուղարկելու այդ խնդիրները կամ քննարկելու այն գերատեսչությունների հետ, որոնց տիրույթում է գտնվում այդ հարցերը եւ փառք Աստծո մեզ մոտ ինչ որ չափով ստացվել է, չեմ ասում 100%, բայց օրինակ որպես մարզպետ եղած ժամանակ ես ասեմ, որ ուրախությամբ կարող ենք նշել, որ այդ 3 միլիոնից 4 միլիոն շեմի անցումը խոսքը վերաբերում է սերտիֆիկատների բնակարանային ապահովման, եղել է մեր առաջարկների նաև հիման վրա։ Միգուցե ուրիշ մարզպետարաններ են ներկայացել կամ ուրիշ գերատեսչություններ էլ, բայց մենք ինքներս այդ խնդիրները բնակիչների հետ բացառապես իրենց հետ հանդիպումների ժամանակ գույքագրել ենք եւ որպես առաջարկ ներկայացրել ենք կառավարությանը եւ շատ ուրախ ենք, որ դա ընդունվել է եւ հնարավորություն է տրվել հարյուրավոր ընտանիքների բնակարան ձեռք բերել, հաշվի առնելով, որ Էջմիածին քաղաքական Վաղարշապատ համայնքը ինքը մոտ է Երևանին եւ հետեւաբար բնակարանային գներն էլ այդքան մատչելի չեն, այդ 1 միլիոն դրամը մեկ մարդու հաշվարկով 5-6 հոգանոց ընտանիքում էական նշանակություն կարող է ունենալ։ Դուք 7 տարի, դուք նկատի ունեմ իշխանությունը 7 տարի Վաղարշապատում ունի իշխանություն եւ ունի բոլոր լծակները այստեղ իր ծրագրերը, խոստումները իրականացնելու։ Չեք կարծում, որ հիմա ձեր խոստումները, ինչ դուք ներկայացնեք, մի քիչ թերահավատություն է լինելու, որովհետեւ 7 տարի իշխանություն եք, ինչու չեք իրականացնել, հիմա էլի խոստում եք տալիս։ Չէ, տեսեք, մենք պետք է ասենք, օրինակ ինչը չենք իրականացրել։ Արդյոք մենք ներկայացնում ենք այդ 7 տարվա
արվածը Վաղարշապատ համայնքում դա պետք է մենք քննարկենք եւ ես կարծում եմ որ հանուն արդարության մենք պետք է ասենք որ բազմաթիվ հարցեր են լուծվել այսինքն թաղամասեր են որ կոյուղի չեն ունեցել այսօր կոյուղի ունեն ասֆալտապատում իրենց հիմնադրման օրվանից չեն ունեցել այսօր ասֆալտապատ են այո կան նաեւ ցավոք շատ խնդիրներ Կներեք, ձեր մրցակիցների հետ երբ որ ես զրուցում եմ, հենց դեր նշած խնդիրների հետ կապված ասում են չեն լուծվել։ Օրինակ նույն տրանսպորտի հետ կապված, կոյուղիների հետ կապված հարցերը եւ ի վերջո հոգեվոր մայրաքաղաք է, տուրիստական քաղաք պետք է լիներ, բայց ոչ մի բան արված չի։ Մենք պետք է հասկանանք, մենք որպես համայնքապետարան ինչ ռեսուրս ունենք, առաջին հերթին ֆինանսական եւ ինչ հնարավորություն ունենք եւ ինչքան խնդիրներ ունենք, այդ արդյոք համադրելի է այն ֆինանսական ռեսուրսների հետ, որ մենք այսօր ունենք։ Ես բացի դրանից 7 տարվա իշխանությունը այնքանով կապ չունի տեղական ինքնակառավարման մարմինների իշխանության հետ, որ սա առանցին մարմին է, որը ընտրվում է համայնքի բնակիչների կողմից եւ կառավարվում է տեղական ինքնակառավարման մասին օրենքի տրամաբանությամբ եւ կառավարությունը, այո, միգուցե մենք պետք է այս ընթացքում ավելի շատ կառավարության հետ համագործակցեինք ավելի շատ ներդրումներ բերելու տեսանկյունից եւ իրախություն մեզ եւ մեր բնակիչների ասեմ որ օրինակ վերջին մի քանի ամսվա մեջ մեզ հաջողվել է բայց մինչեւ էտել է օրինակ Էջմիածին քաղաքում Վաղարշապատ համայնքում նաեւ Ոսկեհատ գյուղը նկատի ես ունեմ աղբանության համակարգի այս չափի բարձր որակ ունենալը դա կառավարության ուղիղ ներդրման արդյունքում է իսկ դա ով է արել համայնքի ղեկավարն էլ բանակցել կառավարության ղեկավարի հետ ու այդ ծրագիրը եկել է եկեք նաև չմոռանանք այն ամեն ինչը ինչ որ եղել է պետք է մենք նաև արդարության տեսանկյունից էլի ամեն ինչ նայենք այո մենք ես ասեմ ցավոտ խնդիրներից մեկը մեր քաղաքի դա կոյուղին է որը շատ հնամաշ է 50-60-70-ականների որ այսօր ամեն օր ամեն ամիս ավելի զգացնել է տալիս հետեւաբար մենք մեր թիմը մշակել է հետեւյալ ծրագիրը մենք չենք իրականացնում ասֆալտապատում առանց տակի ենթակառուցվածքների փոխարինման, եթե դրա փոխարինման կարիքը կա։ Իսկ Էջմիածին քաղաքում գրեթե բոլոր փողոցները կոյուղիների փոխարինման կարիք ունեն, ինչը արդեն բերում է լրացուցիչ ֆինանսական բեռ եւ այլ անհարմարություններ նաեւ բնակիչներին, բայց դա ֆիքսել ենք մեր աշխատանքների մեջ որպես առաջնահերթություն եւ այդ ուղղությամբ մենք շարժվում ենք առաջ։ Այսօր այս պահին երկու չէ, մի քանի փողոցներ, կենտրոնական փողոցներ, մասնավորապես Թումանյան փողոցը, Չարենց փողոցը, Պատկանյան փողոցը, Սոս Մանուկյան եւ Բաղրամյան փողոցի մի հատվածը, նշվածս բոլոր փողոցները կենտրոնական փողոցներ են եւ քաղաքի մի մասը միացնում են կենտրոնին, ծայրամասերը միացնում են կենտրոնին։ Այդ փողոցներում այս պահին արդեն իսկ սկսվել են կոյուղու փոխարինման աշխատանքները, մի մասը սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հետագայում նաև այդ նույն փողոցները ասֆալտապատվելու են, կապիտալ նորոգվելու են եւ մի մասը կառավարության կողմից ուղիղ ներդրումների արդյունք են, որ սկսել են այդ աշխատանքները։ Նախընտրական, այսպես ասած, կոպիտ ձևակերպեմ հասարակությանը փորձում եք գուտ տալ, որ ձեզ ընտրեն։ Ես խիստ անհամաձայն եմ այդ մոտեցման հետ, որովհետեւ իրականում ընտրություններից հետո մեզ հարյուրապատիկ ավել աշխատանք է սպասում, այսինքն այնպես չի որ մենք ընտրվեցինք, մեր թիմը ընտրվեց, ես դարձա համայնքի ղեկավար, մենք ես էլ այս շենք չեմ մտնելու կամ չգիտեմ իմ ուզած գրաֆիկով եմ, ոչ, ավելի ես գիտակցում եմ, որ ես ինքս ավելի ծանրաբեռնված ու ավելի շատ խիստ գրաֆիկով եմ աշխատելու, հետեւաբար մեր ամբողջ աշխատակազմը սրանք ընդհանրապես այսպես ասած կարող են լինել ծաղիկներ այն աշխատանքի հետ կապված, որը որ մեզ առաջիկայում սպասում է ու ցանկացած մեկին, ով որ եթե քիչ թե շատ պատկերացնում է մեր համայնքի խնդիրները, մասնավորապես Էջմիածին քաղաքի խնդիրները, հաստատ գիտակցում է, որ ընտրություններից հետո շատ ահռելի մեծ ծավալի աշխատանք է սպասում։ Ես ում հետ զրուցեցի, ձեր մրցակիցներից, նրանք հերքում են, որ երբևէ ինչ որ ձևաչափով լինի կոալիցիա եւ նախընտրական շրջան ձեզ հետ կհամագործակցեն։ Պարոն Մեխակյան, դուք խնդիր չեք տեսնում, որ հնարավոր է
չկարողանաք հաղթահարել մեծամասնության այդ շեմը եւ կարիք ունենաք կոալիցիոն ուժերի, բայց չունենաք դա։ Ես չեմ մտածում այդ մասին, ես մտածում եմ, որ մենք ունենալու ենք բացարձակ հաղթանակ, բայց եթե չստացվի այդ հաղթանակը, մենք այդ պահին որոշում կկայացնենք, իսկ ինչ վերաբերում է մնացած ուժերը, որ չեն ուզում կազմել, մենք էլ իրենց հետ չենք ուզում կազմել կոալիցիա, դա բնական է, բայց այստեղ էդի մենք գալիս ենք նրան, որ շատ ուժեր կան, չեմ ասի բոլորը, բայց ներկայացված ուժերից շատ-շատերը իրենք ընդհանրապես գաղափար չունեն համայնքային կառավարումից, այսինքն իրենց նախընտրական, այսպես ասած, քարոզարշավը իրենք մեղադրում են իսկ նախընտրական քարոզարշավը անելու հետ կապված, բայց իրենք հենց շատ խիստ քաղաքական նախընտրական քարոզարշավներ են անում ու բոլորը հիմնված է իմ անձը սևացնելու, չգիտեմ, ինչ որ մտածածին ինչ որ բաներ բերել, կապելու, որովհետև հասկանում են, երբ որ բովանդակային զրույց գնա, բովանդակային քննարկում գնա իրական համայնքի խնդիրների մասին, կամ արված աշխատանքների, կամ արվող աշխատանքների, կամ ինչու՞ չէ, մենք գիտենք, որ Խոյ համայնքն էլ է արդեն միացել, այսինքն Վաղարշապատ համայնքը նոր, ոչ մեկ չի խոսում մեր իմ 3 տարվա այնտեղի կառավարման բացերից, որովհետև ես չեմ ասում չկան բացեր, բոլոր աշխատող մարդու համար էլ կան բացեր, բայց չկա բովանդակային քննարկում, սա է ամբողջ հարցը։ Մենք ահռելի մեծ ծավալով աշխատանք ենք իրականացնել, հիմա էլ մենք փորձում ենք իրազեկման արդեն ակցիաներ ենք անում ամեն գյուղից տեսանյութեր ենք հրապարակում, որպեսզի նաև մեր բնակչության լայն զանգվածը տեսնի, մենք վերջին 3-4 տարում Խոյ համայնքում նորաստեղծ նոր խոշորացված համայնքում մենք ինչ ծավալի աշխատանքներ ենք իրականացրել եւ ինչ ենք պատրաստվում իրականացնել, որպես նաև իրազեկման ակցիա, ինչու՞ չէ նաև օրինակ մեր քաղաքաբնակ քաղաքացիները, որոնք առնչություն չեն ունեցել այդ գյուղերի հետ, իրանք տեսնեն այդ ընթացքում մեր թիմը ինչ է արել այդտեղ, որովհետև դա լրացուցիչ վստահության իրենց համար կոմպոնենտ է ավելացնելու։ Չկա, ցավոք սրտի չունենք բովանդակային քննարկում, մենք ունենք ասենց շատ քաղաքականացված, ինչ որ խոսույթներ։ Նախկիններից եք խոսում, պարոն Մեխակյան, դուք էլ եք եղել նախկին։ Որտեղ։ Ասում են եղել եք տարբեր գերատեսչություններում եք աշխատել, քաղաքապետարանում եք աշխատել, Երվանդ Զախարյանի օգնականն եք եղել։ Դա այդպես նոր չհայտնաբերեցին։ Ես իմ կենսագրության մեջ բոլոր ժամանակներում դա արտացոլված է եղել, բայց ես որտեղ էլ որ աշխատել եմ, ես քաղաքականության մեջ չեմ եղել, ես արել եմ իմ մասնագիտական գործը, որևէ քաղաքական process-ների մեջ չեմ եղել, որևէ կուսակցության չեմ հարել, կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվել, քաղաքական որևէ ուժի որևէ գործունեությամբ չեմ զբաղվել, արել եմ բացառապես իմ մասնագիտական գործը։ Բայց եթե համաձայն չեք քաղաքականությանը, կարող եք թողնել եւ հեռանալ։ Մնացել եք, չէ՞, այդ իշխանության մեջ։ Ձեր մասնագիտական բանը կատարել եք։ Եթե այդ դեպքում պետք է օրինակ այդ ժամանակ բոլոր պետական աշխատողները կամ 90%-ը թողնեին հեռանային, կամ այսօր էլ եթե պետական կառավարման մեջ կան մարդիկ, որոնք որ խոսքը մասնագետների մասն է, քաղծառայողների մասն է մասնապես կամ համայնքային ծառայողների մասն է, ովքեր որ իշխող ուժի, այսպես ասած, բանը չեն հարում, ուրեմն պետք է թողնեն հեռանան։ Իրենք մասնագիտական գործ են անում։ Ես կարծում եմ, որ ես ինքս էլ մասն եմ։ Ես շնորհակալ եմ իմ այդ ժամանակվա ղեկավարներին, որ ինձ չեն ներքաշել քաղաքական process-ների մեջ։ Այդ դեպքում հաստատ ես կթողնեի կհեռանայի։ Այսինքն անհամաձայնություն ունեցել եք, բայց դեռևս մնացել եք։ Ես մասնագիտական գործ եմ արել, ես իմ գործն եմ արել, դա քաղաքականության հետ կապ չունի։ Ես էլի եմ ասում, ես համոզված եմ, որ այսօր պետական, օրինակ նախարարություններում, մի շարք պետական գերատեսչություններում կան մասնագետներ, որոնք որ չեն համակրում իշխող ուժին։ Դա նշանակում է, որ իրենք պետք է թողնեն հեռանալ։ Դե մասնագիտական գործ են անում, դա իրենց աշխատանքն է եւ չգիտեմ, ուղղակի մարդը քաղաքական հայացքներ չկիսելու համար չպետք է հեռանա։ Ու ասեմ, որ օրենքն էլ է պաշտպանում, իսկական քաղաքծառայության մասին օրենքը, համայնքային ծառայության մասին օրենքը, ինչ է ասում, որ աշխատանքի վայրում մարդ չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Ինքը կարա լինի ցանկացած կուսակցության անդամ, բայց արգելված է զբաղվել քաղաքական գործունեությամբ աշխատանքի վայրում։
Հաջորդ քննադատության անդրադառնանք, որ ամենաշատն է հնչում ձեր հետ կապված, երբ որ Արցախը տրվեց Ադրբեջանին, դրանից հետո ասում են դուք դուրս եկաք, падգամավոր եք, դրեցիք մանդատը եւ ասացիք, որ այդ իրավիճակի հետ հաշտ չէիք եւ ձեր հայտարարությունները կարող եմ մեջ բերել։ Ինչպես ստացվեց, որ հաշտ չէիք, բայց հիմա արդեն հաշտ եք։ Իմ հայտարարությունները մարդիկ շահարկում են։ Այդ հայտարարությունները էլի դրված են, ոչ մի տեղից ջնջված չեն, եւ պետք չի օրինակ էմոցիոնալ ֆոնը խառնել փաստերի եւ իրականության հետ։ Ես հիմա էլ եմ անհաշտ եւ ցանկացած հայ անհաշտ է դրա հետ, դրա մասին չենք քննարկում։ Եվ ես իմ մանդատը, երբ որ վայր եմ դրել այդտեղ, այդ նույն հայտարարության մեջ ես գրել եմ, որ ես այս իրավիճակում գտնում եմ, որ իմ երկրին, իմ պետությանը առավել քան պետք եմ եւ ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ որ իմ ռեսուրսը, իմ որպես անձ եւ իմ որպես մասնագիտական եւ իմ որպես փորձ ունեցող մարդու ոլորտային պետք է այնտեղ լինեմ, որտեղ որ մաքսիմալ կկարողանամ ծառայել իմ երկրին։ Եվ ես որոշել եմ իմ առաջարկով, որ ես տեղափոխվեմ գործադիրի մարմին, եւ ես եկել եմ մարզպետի տեղակալ, որից հետո տեղի է ունեցել համայնքների խոշորացումը եւ ես հայտ եմ ներկայացրել, հաշվի առնելով, որ նաեւ համայնքում աշխատելու փորձ եմ ունեցել, համայնքի խնդիրների ներսից ծանոթ եմ եղել, ես ինքս այս ամբողջ ընթացքում այդ համայնքում եմ ապրել, երբևիցե Երևանում չեմ ապրել, մարզում եմ ապրել, մարզային եւ իմ համայնքի խնդիրներին քաջածանոթ եւ ես որոշել եմ, որ համայնքային ղեկավարման մեջ իմ ուժերը փորձեմ եւ կարծում եմ, որ իմ եւ իմ թիմի մոտ ված չի ստացվել։ Բավական լավ է ստացվել, մենք բավական շատ ծրագրեր ենք իրականացրել եւ շարունակելու ենք իրականացնել եւ եւ ասեմ, այդ ծրագրերի մեծամասնությունը դրանք ուղիղ կառավարության հետ համագործակցության արդյունքներ են։ Այսինքն եւ համատեղ աշխատանքներ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում եւ շատ ուղիղ ներդրումներ, որոնք իրականացվում են կառավարության կողմից, մասնավորապես ես կարող եմ հերթով թվարկել, օրինակ Էջմիածնում 2-3 դպրոց է ուղիղ կառուցվում կառավարության կողմից, Խոյ համայնքում 2 դպրոց է կառուցվում, Գեղակեր գյուղում, Ամբերտ գյուղում, եւս 2 մանկապարտեզ Խոյ համայնքում, Ծաղկունքում եւ Հովտամեշ գյուղում էլի կառավարության ուղիղ ներդրումների միջոցով կառուցվում է մանկապարտեզ, որ երբևիցե չեն ունեցել, այսինքն առնվազն 90-ականներից հետո մանկապարտեզները չեն գործել։ Էլ չեմ ասում բազմաթիվ են ասֆալտապատման, կարևորագույն դրանք ու իմիջիալոց ասեմ, մինչև համայնքների խոշորացումը, երբ որ ես ազգային ժողովի падգամավոր էի 7-րդ գումարման, տարբեր իմ հանդիպումների, համայնքային հանդիպումների ժամանակ, նույն այն ժամանակվա համայնքի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ շատ հարցեր են բարձրաձայնվել, հենց ենթակառուցվածքների հետ կապված, մասնավորապես մանկապարտեզներ, ճանապարհներ, գազաֆիկացում, եւ ես շատ ուրախ եմ, որ ես հետագայում լինելով համայնքի ղեկավար հենց այդ արդեն խոշորացումից հետո, որը ընդգրկել է այդ բնակավայրերը, իմ կառավարման տարիներին ես կարող եմ ասել նախորդ համայնքի ղեկավարների կողմից բարձրաձայնված հարցերի 90%-ը լուծվել է 3 տարվա ընթացքում ընդհանրապես։ Ես պարզապես ուղիղ, այսպես ասեմ, ինչ մեղադրանքներ ձեզ, ասում են դրանք շահարկումներ են, դրանք մեղադրանք չեն, ձեր հոր կատարած աշխատանքը, կյանքի գործը։ Դրանք շահարկումներ են, դրանք մեղադրանքներ չեն, որովհետև այդ մարդիկ, ովքեր իմ հոր անունը տալիս են, շահարկում են, օրինակ նրանցից քանիսը գիտի, օրինակ իմ հայրը որտեղ է հուղարկավորված, երբևիցե փորձել են մի ծաղիկ բերել, այդտեղ դնել, կամ իր հիշատակի օրը որորն է, որևէ գրառում անեն։ Ոչ, իհարկե ոչ, դրանք բացառապես քաղաքական նպատակով շահարկվող խոսակցություններ են։ Երեք իրադարձություններն կուզենամ ձեր գնահատականը տալ, դուք հոգևոր քաղաքի պաշտոնավարումն եք ստանձնելու համայնքապետի եւ արդյոք իշխանության արշավը եկեղեցու կաթողիկոսի հետ կապված այս իրավիճակը չի ազդելու ձեր հետ կապված քաղաքացիների տրամադրության, ձեզ քվետալու հետ կապված։ Ուզում եմ ասել, որ մենք այստեղ էլի պետք է գանք բովանդակային խոսակցության այն մասով, որ համայնքային կառավարումը, տեղական ինքնակառավարումը ու եկեղեցին իրար հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեն։
այսինքն այստեղ եկեղեցին անջատ է եւ որևէ ձև չի առնչվում համայնքային կառավարման, որևէ տիրույթում չի առնչվում լավ կլինի որ լինի համագործակցություն մենք ես էլի եմ ասում կարճ ժամանակահատվածում մենք եկեղեցի հետ ունեցել ենք համագործակցություն Մայրաթորի հետ մենք տրամադրել ենք տարածք իրենք առաջարկով դիմել են որպեսզի տեխնոլոգիական կենտրոն սարքվի մենք ավականու որոշում ենք կայացրել եւ ու ասեմ այն ուժերը որոնք որ այսօր հենց այդ քողի տակ ուզում են ներկայացնել որ այ իշխանության ներկայացուցիչները եւ եկեղեցու հետ հակադրություն են ուզում գտնել եւ ասել որ ոչ եկեղեցու հետ չկա հակադրություն, կա անձերի հետ հակադրություն, բայց թեմին են ձերբակալել, ոնց կարող է եկեղեցի չլինել։ Սա իրավական process է, ես չեմ կարող գնահատական տալ։ Եկեք ես զերծ մնամ իրավական process-ներին գնահատական տալուց, ինֆորմացված չեմ, եթե որևէ մեկը ավելի ինֆորմացիա ունի, թող հայտարարություն տարածի։ Իհարկե հաճելի չէ այս ամեն ինչը տեսնել։ Ոնց կարող է հաճելի լինել, երբ որ դու տեսնում ես հոգևոր սպասավորին ձերբակալում, դա ոչ մեկի հավատացյալ մարդու համար չի կարող հաճելի լինել։ Անկախ ամեն ինչից, այդտեղ մեղավոր են, մեղավոր չեն, թե ինչ են, process-ը ինքը հաճելի process չէ։ Ես ինքս բազմաթիվ հոգևոր հայրերի հետ ունեմ անձնական շատ լավ հարաբերություններ, մենք որևէ կերպ քաղաքական որևէ բաների խոսակցությունների որևէ բանի մեջ չենք մտնում ես ինքս ինչով կարող եմ օգտակար լինել եւ որպես անձ եւ որպես համայնքի ղեկավար միշտ պատրաստական եմ եւ այդ պատրաստակամությունն իրենք տեսել են դրա գործուն քայլերը տեսել են օրինակ կարող են վերել էլի ուղղակի չեմ ուզում որպեսի դրանք թվա թե տենց տենց լավություն են կարել հիմա տենց բարձրաձայնում ենք բայց օրինակ շատ գյուղական բնակավայրերում աղավնատան եկեղեցին պատկանում է Մայրաթորին տարածքը բայց քանի որ մենք գիտենք որ օրինակ եկեղեցին չունի հնարավորություն այդ տարածքը բարեկարգ պահելու հետ կապված համայնքը ամբողջությամբ այդ աշխատանքները վերցրել է իր վրա, որովհետև մենք չենք տարանջատում, սա եկեղեցունն է, թե եկեղեցունը չէ։ Համայնքի տարածքում է գործում, մեր համայնքի բնակիչներն են շահառուները, այդ տարածքից, այդ բարեկարգ տարածքից կամ բարեկարգվող տարածքից, մաքուր պահվող տարածքից մեր բնակիչներն ու մեր համայնքի հյուրերն են օգտվելու։ Մենք որպես համայնքապետարան մեր հնարավորությունների սահմաններում աջակցել ենք եկեղեցուն, որպեսզի այդ տարածքները բարեկարգվեն, որպեսզի պահպանվի մաքրությունը, մնացած տեխնիկական հարցեր ու այդ ամեն ինչը մեր սիրելի տեր հայրերի հետ միասին ենք անում։ Այսինքն այստեղ դնել ուղղակի փորձել քաղաքական նպատակներով էլի որ քաղաքական ուժին ասոցիացնել ու չէ, չեմ կարող անմասն մնալ, ճիշտ եք ասում, բայց ուղղակի բերել այդ ամեն ինչ, այ գիտեք ինչ կա բանը, հեսա որ ինքը անցավ հենց ուղի ասում եմ, որ ԿՊ-ն անցավ, հեսա գրող է լինելու եւ այլն, դա գալիս է նրանից, որ մեր հարգելի գործընկերները, որոնք հայտ են ներկայացրել համայնքի ղեկավար լինելու, կառավարման մեջ լինելու, իրենք բովանդակային զրույց չունեն։ Հետևաբար իրենք միայն շահարկելու, սևացնելու, ենթադրություններ անելու, ինչ որ կանխավարկածներ առաջ քաշելու եւ դրանց մեջ պնդումներ անելու քայլերով են գնում առաջ։ Բայց հիմք ունեն, պարոն Մեխայկյան, տեսեք, դուք կաթողիկոսին հեռացնելու քայլեր եք մշակում։ Մարդիկ հիմք ունեն, չէ՞, ասել որ դուք եկեղեցու հետ կապված պետք է հստակ դիրքորոշում տարանջատենք տեղական ինքնակառավարման մարմինը, ինչ ներգրավվածություն ունի ձեր ասած ենթադրյալ process-ների մեջ։ Ես ասում եմ, որ ես ինքս եւ մարզպետ եղած ժամանակ եւ այստեղ համայնքի ղեկավար ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ որևէ նման հանդիպման, քննարկման ներկա չեմ եղել, ներգրաված չեմ եղել։ Եվ հակառակը ասեմ, որ այստեղ իմ պաշտոնավարման ժամանակ ես շատ լավ համագործակցել եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ եւ տարբեր եկեղեցիների մեր հոգեվոր հայրերի հետ։ Դա նորմալ, ու դա առաջին հերթին գալիս է իմ ու իրենց անձնական լավ նորմալ հարաբերություններից եւ միմյանց ճանաչելիությունից եւ վստահությունից։ Մնացած քաղաքական process-ները եւ այլն։ Եկեք հակառակ տեսանկյունից էլ ես չեմ ուզում ուղղակի մենք մտնենք դիսկուսի մեջ, որը որ ինչ որ տենց մեր
անդիմախոսների ենթադրյալ տենց բնդումներն են։ Դրա համար ես ընդհանրապես դրա համար չեմ ուզում շատ ծավալվել այդ խոսակցությունների մեջ, բայց իմ գործողությունները դրանք բաց են, դրանք թափանցիկ են եւ այդտեղ հստակ երևում է մեր համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմին որպես եւ որպես Մայրաթոր Սուրբ Էջմիածն։ Թեման ամփոփելով եւ ընդհանրապես ամփոփելով ասում են յուրահատուկ թեստ կարող է ձեզ համար լինել, օրինակ դուք կաթողիկոսին ինչպես իշխանությունը համարում եք իշխանության շատ ներկայացուցիչներ, կտրիչներ Սիսյան, թե դուք համարում եք, որ Գարեգին երկրորդն է նա։ Ես այդ հարցերին չեմ պատասխանում, որովհետեւ դրանք այն հարցերը, որոնք որ ընդհանրապես էլի քաղաքական հերթական շահարկումները պետք է բերեն, ես դրանից զերծ եմ մնում։ Եկեք ես այն հարցերին պատասխանեմ, որոնք որ իմ տիրույթում են գտնվում։ Քաղաքական շատ հարցեր բերել, օրակարգ սարքել մեր սպասվող առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, կարծում եմ ընդհանրապես կարող են շահարկումների առիթ տալ եւ մոլորեցնել մեր քաղաքացիներին։